Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, բոլորիդ ողջունում ենք Տեր Հիսուսի պատվական անունով։ Այսօր պիտի խոսենք մի կարևոր արդիական նյութի մասին։ Մարդկության պատմության ամբողջ ընթացքը մարդուն ուղեկցել է նեղությունը, տառապանքը, ցավը, դժվարությունները մինչև այսօր։ Եվ թվում է, որ մենք 21-րդ դարում ապրելով պետք է որ այս բաները իջիկ լինեին, սակայն այսօր ավելի շատ մարդիկ ընկճված վիճակի մեջ են, դիպրեսիաներով են անցնում, ստրեսը կամ ասենք պրկված վիճակը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայիս 30%-ով ավելի շատ պրկված ստրեսային վիճակ կամ մարդկանց մոտ, քան թե ասենք 20 կամ 30 տարի առաջ։ Ինչու է այդպես, որոնք են լուծումները, աշխարհը բերում է իր ծրագրերը, իր լուծումները, տեսնենք թե Աստված ինչ է ասում այս նյութի կապակցությամբ։ Կարծում ենք, որ բոլորիդ էլ պիտի հետաքրի այս նյութը, որովհետև կամ մարդ, որ դժվարություն կամ նեղություն չունենա, հետևաբար բոլորիս էլ հետաքրում է, ինչ է ասում Աստված եւ իր խոսքը այս կապակցությամբ։ Այս նյութը սիրելիներ պիտի քննենք Զարե եղբայր Աստորյանի հետ միասին, ով որ բավական ուսումնասիրություններ է կատարել եւ ձեզ պիտի ներկայացնի իր ուսումնասիրությունների արդյունքները։ Զարե եղբայր, կխնդրեմ, որ նախ մեր սիրելի հեռուստադիտողներին ողջունեք եւ ապա նաեւ անցնենք մեր նյութին։ Շատ շնորհակալ եմ Վարդան եղբայր, ես ալ քննադեմ եմ, որ այս առիթը ունենք միասնապար խոսակցելու այս կարևոր նյութին մասին։ Եվ կփարևեմ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ շնորհակալ եմ, որ մեզ գտիդեք եւ գուզեք մասնագիծը լալ այս մեր հարցազրույցին այսօր, որ կարևոր նյութի մասին է, որում մասին արտադրեցավ մեր եղբայրը։ Վարդան եղբայր հետաքրքրական արտահայտություն ունեցար, գուզեմ ադոր անդրադառնալ, թե ինչպես դարիներու ընթացքին կարծեք մարդոց ցավերը եւ նեղությունները կշատնան։ Երբ կմտածես, թե ինչպես շատ արագ գերվով գիտությունը կհառաջանա եւ քրեթե բոլոր գիտական մարզերու մեջ գիտնականներ նոր հնարքներ գնեն, որովհետեւ մարդու կյանքը ավելի հեշտ դարձնեն եւ գաչողին գատմը մարզերու մեջ ինչպես օրինակ համար զանազան հիվանդություններու տեղեր կհնարեն կամ մեր ամենօրվա կյանքը գութերացնեն կորձիկներ հնարելով մինչև հեռախոսները, սելֆոները եւ այլն, բայց գնայինք մեր կյանքին, կտեսնենք, որ մարդկային կյանքը ավելի ուրախ եւ ավելի խաղաղ չդառնար։ Եվ դարիներու ընթացքին կարծեք ավելի կդժվարանա եւ այսօր չեմ գիտեր թե արդյոք ո՞մ եք անհատ մգա, որ նեղություն մգամ, ցավ մգամ դժվարություն մչունի։ Ադոր համար աս մեր խոսերի նյութը գխորիմ շատ աժմիական է։ Դերևս բոլորին եւ գուսամոր մի նյութ է։ օգտակարալ գլա։ Աստվածաշնչյան սկզբունքները որոնք են, այսինքն Աստվածաշունչը ինչ լուծումներ է տալիս այս կապակցությամբ։ Թերևս լավ գլա վարյամ առնենք եւ խոսակցենք թե ինչու մարդկային ընկերությունը աշխապ ցավի եւ նեղության ենթակա է։ Այո։ Որ մե հետո ծեր հարցումը շատ դեղին է, թերևս ադոր լուծումներու մասին ալ խորհրդածելու առիթ կունենանք։ Քանի որ թարերու ընթացքին շատեր ուզած են պատասխաններ գտնել, ուզած են հարցերու լուծում գտնել եւ փիլիսոփաներ, գիտնականներ, հոգեբաններ ուզած են գտնալ պատճառները մարդու նեղության, մարդու ցավին, մարդու դժվարության, որբեսի պատճառները կդածը լալով ադոր լուծում հայթայդեն։ Լագա գրոնական առաջնորդներ, լա քաղաքական առաջնորդներ դարբեր քաղաքապարներով փորձած են բացատրություններ մեջտեղ բերել։ Օրինակի համար եթե ասիական գրոնքներու մեջ նայենք, բուդդայականության նայիս, այդ խորհուրդը գդրվի, որ եթե մարդ արարած ուրանա իր պետքերը, փափակները, բանջները, իր սիրտը կխաղաղի եւ հարցերու ազատություն կստանա։ Գամ
Այդ խաղապարը, որ ասկե 70-80 տարիներ առաջ դրվեցավ, որ եթե մարդու շրջանակը բարելավի, մարդու նեղությունները, դժվարությունները գանցնին։ Անշուշտ փորձառությամբ տեսանք, որ ադիգա իրականություն չէր, որովհետև մարդու դժվարության գլխավոր արմատը իր սրտին մեջ է։ Ճիշտ է, որ դուրսեն եղած դժվարություններ կան, օրինակ մարդ կրնա հիվանդանալ, իր ցերկը չանպայման հիվանդութենը զուրկ մնալու, կամ իրեն արգազմը կրնա բադահիլ։ Ադոնք մարդուս նեղություն դժվարություն կուտան, բայց եթե քննենք, պիտի տեսնենք, որ ամենեն ծանր ցավ պատճառող նյութերը, դժվարությունները սրտին մեջ են, որոնք հարաճ կան մարդկային հարաբերություններ են, մարդու սրտի մեջի եղած հարցերու անլուծելի ըլլալ են, եւ հիմա որ գթարնանք եւ Աստծո խոսքին գնայինք, հոն հստակ պատասխան կդրվի, թե ինչու այս կբադահի։ Եվ ասիգա ըմբռնելու համար պետք է երթանք մարդկային ընկերության սկիզբին։ Աստված ամեն բարության աղբյուրն է։ Ամեն ինչ որ բարի է, որ այսօր գվայելենք մեր կյանքի մեջ կամ գոյություն ունի, բոլորը Աստծո հարաճ կուքա։ Եվ այսօր որ մենք որպես մարդիկ այս դժվար հարցերով արժև մենք մեզ կգտնենք, նեղություններով ցավերով արժև կգտնենք, հիմնական պատճառը այն է, որ մենք որպես մարդ արարած, մենք մեզ անչադած ենք Աստուծմե եւ Աստուծմե հերացած ենք։ Աստված եւ որ մեզ ստեղծեց իր ծրագիրը այն էր, որ մենք իրեն հետ համերաշ հարաբերություն ունենանք, կյանք ունենանք եւ ընդունենք Աստծո գերիշխանությունը մեր կյանքի մեջ։ Սակայն մարդ արարած թշպախտաբար ամեն չարի եւ ամեն սդախոսության հայրը եղող սատանային խաբվեցավ եւ հավատաց, որ ինք Աստծո պետք չունի եւ եթե զասված մերժե ինքը իր անցին իշխանը գտարնա եւ ինքը կրնա իր կյանքի բոլոր որոշումները առնել եւ ինքը կրնա սխալը շտագեն զանազանել, Աստծո պետք չունի եւ կրնա իր կյանքը ասում է անգախ ապրիլ եւ թշփախտաբար այդ սուդը, որ մարդ առած ընդունեց, զինքը հասցուց այս վիճակներուն, այսօր կյանքի ցավերուն, նեղություններուն հիմնական պատճառը մարդ արարածին Աստծո մեջ գդրված Աստծո արչև թշնամական թիրքի մեջ եղած ըլլալն է։ Աստված պիտի ուզեր, որ մենք առանց ցավի, առանց նեղության խաղաղ կյանքեր ունենայինք որպես մարդ արարածներ, բայց մենք ադիգա մերժեցինք, Աստծո ծրագիրը մերժեցինք, Աստծո մեջ անչադվեցանք եւ Աստված որ մեզ արդեն ըսած էր, որ եթե իր մե զադվինք եւ մերժենք զինքը, մեր կյանքը պիտի մեռներ եւ մահը իր խորքին մեջը Աստծո մեջ բաժանում է։ Քանի որ կյանքը Աստծո մեջ է եւ որ մարդ առած Աստծո մեջ գանչադենք զինքը իր հոգիով կմեռնի։ Մարդ առած ստեղծված է հավեդյան ապրելու։ Մարդ երբեք քոյութենե պիտի չգդրվի, ան քո պիտի չթարնա։ Բայց այսօր մարդ առանց Աստծո հոգեպես մեռած է եւ այդ վիճակը զինքը ենթակա դարձած է բոլոր կյանքի դժվարություններուն եւ նեղություններուն։ Ձեր ասածները եթե ամփոփենք, մեկ խոսքով մեղքը դարձավ պատճառը, որ այսօր մարդկությունը այսչափ դժվարությամբ, նեղությամբ, տառապանքով, հիվանդություններով անցնում է։ Այդպես է։ Շատ ճիշտ է եւ մեղքը Աստծո հանդեպ թշնամության եւ բաժանումի թիրքի մեջ ըլլալն է, այդ է մեղքը։ Եվ ճիշտ է, մեղքն է պատճառը եւ մեղքը կներկայացնե մեր սրտի թիրքավորումը Աստծո հանդեպ, որ հագարակության թիրքավորում է եւ մենք որպես մարդ առածներ այդ վիճակին մեջ է որ աշխարհ գուքանք։ Այս պարագային մի փոքր բացատրություն տանք այն իմաստով, որ թերևս ոմանք ընդդիմացան, մի քանիսն էլ իրենց տեղերից ցածկեցին ասելով, որ ես ինչ մեղք եմ գործել, որ իմ կյանքս այսպիսի ահավոր վիճակի մեջ է։ Արդյոք մեղք գործելու հետևանքով է, որ այդ վիճակը կա,
թե մեղքը որպես մարդու սրտի մեջ բուն դրած, այսինքն նրա ներքին էությունը եղող մի հանգամանք։ Շատ լավ։ Գիտեք, մենք մեղք կործելու մեղքի հագամետության փնությամբ է որ աշխարհ գուքանք։ Այո։ Այդ մանուկը որ գծնի մեղքի հագամետ փնությամբ, որովհետև մեր նախահայրերը եւ որ մեղանչեցին, ասում եք գդրվեցան, մենք այդ փնությունը ժառանգեցինք մինչև այսօր։ Ուրեմն մենք մեղքի փնությամբ գծնենք եւ օրինակ մտամ, որ հստակացնե ասիգա, եւ որ փոքրիկ մը խոսելու գսկսի, առաջ նո գսե, ոչ գսե, ես չսած, այո չսած։ Հետաքրքրական է որ առաջին վարգյանեն որ խոսելու գսկսի, աս ընտիմանալու փնությունը մեջտեղ գուքա։ Քանի որ այդպես ծնած է, մարդ արարած սիրտը փնածին օրեն չար է։ Կամ իր ձեռքի մեջ մի բան ունի եւ ամուր պահում է, չուզում տալ։ Այսինքն անձնակենտրոնության եսը իրենը լինելու արդեն մանուկ հասակից հայտնի է եւ սա կոչվում է ադամական մեղք, որ մեր մեջ գործում է։ Սատանան խաբեց մարդուն եւ այս վիճակի մեջ հասանք, ունենք այն ինչ որ ունենք։ Սա է պարագան։ Սրանից կհետևի մեկ այլ հարցում։ Եթե սատանան մարդկությանը խաբեց, որ այդպես էլ եղավ, նրանք ովքեր որ սատանայի իշխանությունից դուրս եկան, այսինքն Աստծուն ընդունեցին, Աստծո որդիներ դարձան, Աստծուն հավատարիմ են, հնազանդությամբ եւ նրան հաճելի ձևով ապրելով իրենց կյանք անց են կացնում։ Արդյոք չի հետևում, որ այսպիսիները պետք է ունենան ավելի հեշտ կյանք, նեղություններից զուրկ, հիվանդությունները շուտով պիտի անցնեն, Աստված ամեն փափագները նրանց պիտի լեցնի եւ նրանք ոչ մի դժվարություն կյանքում չպիտի ունենան։ Ճիշտ է որ եթե արագ մտածես, այդպես կնաս խորհիլ, բայց գիտես մարդ արարած որ մեղքի ենթակա է եւ փնությամբ ասում է զատված եւ Աստծո փառքեն զրկված է ինգած է մարդ արարած եւ որ Քրիստոսի գուքա եւ Աստծո զավակ կլա ճիշտ է որ իր մեղքերը գներվին ամիջապես եւ հավանական ցանկի Ճամփան գբրնե խոստում ունի։ Այո։ Սակայն այդ մարդու փնությունը, որ ասում է զադվելով մեղքի ենթակա եղած ավրված էր, դարիներ պիտի առնեն, որ այդ փնությունը շտկվի իր մեջը եւ օրեօր Քրիստոսի նմանի։ Ուրեմն այդ շրջանին, որ ասաշխարի վրա Գաբրի մարդ, Գաբրի դակավին մեղքի մթնոլորտին մեջ։ Ճիշտ է որ իր հոգին փրկված է, բայց մարդ արարած ենթակա է այդ մեղքի մթնոլորտին։ Հիմա ինչու ասիգա ես կսեմ, որովհետև Աստծո խոսքը գսե մեզի, որ ասաշխարի վրա ամեն բան փոլորին կբադահի, թե բարին եւ թե չարին, այդպես գարտան ժողովողի քրքին մեջ։ Ամեն բան ամենուն հավասարապես կբադահի, արդարին ու անփարիշտին, բարի մարդուն մաքուրին ու անմաքուրին։ Մարդ արարած ասաշխարի վրա Գաբրի, հիմա երկու հարցում կա ձեր հարցումի մեջ։ Մեկը որ ինչու ամիջապես անմեղ չլար մարդ արարած, որովհետեւ ալմեղքի ջնշումին դակ չմնա։ Բացառ այն է որ Աստված գուզե որ մենք հոժարինք, որ մեր ներքի մարդը բարեփոխվի եւ մենք թյուրավ փոխվելու չենք դրամատրվիր։ Եվ ուրեմն ժամանակ կառնե որ Աստված մեր վրա կործե եւ շատ անգամ գարդոնե որ կյանքի նեղությունները ցավերը շարունակվին, որպես ադոր միջոցով մեր նկարակիրը գերդե։ Այո։ Բայց ընդհանուր աշխարհի մեջ ցավը եւ նեղությունը գշարունակվի, որովհետեւ դակավին մեղքի մտնորդի մեջ կաբրին։ Ճիշտ է որ մեր մեղքերը ներված են, բայց մեղքի մտնորդը դակավին հոս է։ Մենք բայց Փառք Աստծո հույսով կսպասենք այն օրվան։ Եվ Աստված լման պիտի վերցնե մեղքը սատանան մեջտեղեն եւ իր նոր ստեղծած երկինքի եւ երկրի մեջ մեզի պիտի հասցնե հոն որ ալևս առանց ցավի, առանց նեղության կյանքեր ապրենք։ Այս կյանքը սակայն պատրաստություն է։
թեպի այդ կյանքը, եւ մինչև այնտեղ որ դակավին աս մեղքի մտնորդի մեջ գաբրինք, ասված մեկ որ մենք ենթակա ենք մեղքին, եւ երկրորդ ասված գարդոնե, որ մենք դժվարություն նեղություն ունենանք, որովհետեւ ադով մեր կյանքերը բարեփոխե, մեր կյանքերը շտկե, եւ անշուշտ ադիգա իր օգտակարություն ունենա նաեւ մեր կյանքի մեջ դարբեր վիճակներու մեջ։ Նախորդ հարցումը, որ տվեցի, պատահական չէր, որովհետեւ կա այն մտայնությունը, որ մեկը որ հավատացյալ դառավ, եկավ Աստծո, իր կյանքի մեջ 180 աշճանով ամեն բան պիտի փոխվի, եւ սա գալիս է դերևս 60-70 տարի առաջ սկսած այն շարժումից, որ կոչվում է faith movement, այսինքն հավատքի շարժում, ելան մարդիկ եւ ասեցին, որ Աստված ամեն բանի Տերն է, հետեւաբար եթե մեկ Աստծուն եկա, վերջացավ։ Չպիտի հիվանդանա, եթե հիվանդանա իր քանսերը կամ ասենք ծանր հիվանդությունները վարքյանական պիտի անցնեն, ոչ մի դժվարություն չպիտի ունենա, հարուստ պիտի լինի, այսինքն աշխարհի մյուս մարդկանցից պիտի տարբերվի իր կենցաղով, իր դիրքով, ամեն բաներ միայն դրական պիտի լինի։ Այդպիսին է ընթացքը։ Չէ, իրականությունը ադիգա երբեք ցույց չդար, որովհետև անոնք, որոնք այդպես գմտածեն, հիմնական ճշմարտությունը կգործընծնեն։ Ադալ այս է, որ Աստված մեզի գները մեր մեղքերը, մեզի հավանական կյանք կուտա, եւ ադիգա իր խոստումն է մեզի, բայց Աստված երբեք ոչ մեկ ադեն իր խոսքի մեջ խոստված չէ, որ մեզի հանգիստ կյանք պիտի դա աշխարհի վրա։ Հիմա գրնակ հարցնել, որ ինչու ոչ։ Ինչու մեզի հանգիստ կյանք չի դար, եւ որ իրեն զավակ գլանք, բացառը շատ հստակ է, որովհետեւ Աստծո նպատակը մեզի բարեփոխել է ամեն օր մեր նկարակիրը, մեր անձը ներսեն փոխել է եւ Քրիստոսի նմանցնել է եւ մեզի մեր հավանական կյանքին պատրաստել է։ Եվ ոչ թե աս աշխարհի վրա մեզի հանգիստ տալ եւ փորձառությամբ տեսած ենք, որ ցավ եւ նեղություն գունենանք մեր կյանքի մեջ, ադոնք մեզի շատ անգամ ավելի Աստծո գմոդեցնեն, ավելի Աստծո գվստահեցնեն, ավելի Աստծո գարչիլ գուտան։ Քան թե հեշտ կյանք։ Անշուշտ այսօր նայեցեք աշխարհի վրա ոչ մեկ դեղ որ ավելի դժվար է կյանքը, մարդիկ ավելի թյուրավ Աստծո գհեդևին, քան ուր որ կյանքը ավելի հեշտ է։ Եվ Աստծո ուրեմն նպատակը մեզի հավանական կյանք տալ է եւ ոչ թե հանգիստ կյանք։ Ուրեմն Աստված ցկե որ գարմնեություններ ցավեր շարունակվին, որպես անոնց միջոցով մեզ պատրաստ է եւ մեր նկարակիրը Քրիստոսի գերբարանագիծն է։ Հիմա թշփախտաբար մարդ արարած շատ անգամ գարմը խորուրդներ կամ խաղապարներ մեջտեղ փերած է եւ գարձե որ ադոնք ճիշտ են, շիդակ խաղապարներ են եւ անոնց կգարչի եւ փորձառությունը ցույց կտա որ թշփախտաբար սխալ են, որովհետեւ Աստծո խոսքեն եկած չեն, մարդու հնարած խորհուրդները խաղապարներն են, բայց քանի որ կորձերնին գուկա, հաջելի գհնչե, այդ խորհուրդները գահարնեն եւ այդ խորհուրդները որպես ճշմարտություն ուրիշներուն ագսորվեցնեն եւ ասիգա թշփախտաբար ժամանակի ընթացքին հուսախապության եւ հուսահատության գտանի։ Այո, երբ որ ասում է որ Աստծուն արի եւ ամեն խնդիրներից լուծում կլինի։ Այո։ Հիվանդությունը անմիջապես կանցնի, աղոտ կանեն եւ կվերջանա եւ հաճախ մարդիկ գալիս են, որտեւ իրենց սրտի փափագը երկրավոր եղած բաների լռումն է, դրանց պատասխան ստանալն է, երբ որ հաճախ էլ չի ստացվում, իրենք գայթակղում եւ հեռանում են։ Այո։ Եկեք դիտենք քննենք մեր Տիրոջ կյանքը երկրի վրա, Տեր Հիսուսի կյանքը, ինքը հանգիստ ունեցավ այս կյանքի վրա, մեջ, ասած երկնքի թռչունները բույներ ունեն եւ աղվեսները որջեր ունեն, բայց որդին մարդու գլուխը դնելու տեղ չունի։ Կամ առաքյալների կյանքն ենք սերտում, լինի գործ առաքելոցի մեջ կամ ուրիշ թղթերի մեջ գրված, տեսնում եք ինչ ահավոր դժվարություններով, նեղություններով, Պողոս առաքյալի կյանքը Մարտիրոսի կյանք էր, ինչպիսի ահավոր նեղություններ կրեց։ Եվ ինչպես մենք կարող ենք ասել, որ Աստվածաշնչով մեր խոստացված է, որ ամեն բան հստակ պիտի լինի, որևէ նեղություն չպիտի ունենանք։ Ինչպես կարող ենք այդ բան ասել։ Ադիկա գիտես այդ սխալ խորհուրդներն մեկն է, որ մարդու ականջին հաջելի գուքա եւ
ճիշտ է որ քանի որ մարդ արած գփափակի ավելի հանգիստ կյանք ունենալ, ուրեմն այդպիսի քաղաքարները թյուրավ կգարչի։ Բայց գնանք հասկանալ, որ մասամբ մնալ այդ խորհուրդեն գուքա, որ Աստված ամենակարող է, ամեն բան գնանել, ինչպես մեր Տերը աշխարհի վրա հրաշքներ ըրավ, ուրեմն եւ որ իրեն գուքաս Աստված նույնպես քու կյանքի մեջ հրաշքով քու հիվանդությունը կհանե մեջտեղեն, եթե քորձիտ մեջ դժվարությունը շուտով գլուծե, եւ դժբախտաբար ասոնք սխալ խորհուրդներ են եւ մարդուս սխալ ուղղություն կդան եւ վերջ-վերջո հուսախաբության կդանին։ Շատ կարեւոր է, որ ո՞ր մեկ խորհուրդ, որ գլսենք ուրիշ մարդոց մե, քննենք թե արդյոք այդ խորհուրդը համերաշխ է Աստվածաշունչին հետ։ Քանի որ մեր ժայռը, ճշմարտության ժայռը հիմը Աստծո խոսքն է։ Եթե Աստվածաշունչին հետ համերաշխ խորհուրդը չէ, ըսկուշությամբ մոդենալու ենք, ըսկուշությամբ նկատառնելու ենք, որովհետև գրնա լալ որ սխալ է եւ ադիգա մեզի ավելի դժվարության առաջնորդ է, քան թե լուծման մեր կյանքի հարցերուն։ Ասպիսի խորհուրդներ կան մարդոց մեջ կդառնան եւ դժբախտաբար շատ անգամ ավելի կդժվարացնե կյանքը, քան թե օգտակար գլա։ Որպեսզի մեր հերոստատիտողների մեջ այնպիսի կարծիք չձևավորվի, որ մենք միայն բացասական սկզբունքներով ենք խոսում, ասեք նաև, որ մենք հավատում ենք ամենակարող Աստծո զորությանը, որ Աստված մեռելները հարուցանող Աստված կարող է մեկ ակնթարթի մեջ մարդու քանսերնել, այսինքն քաղցկեղնել, բուժել, եւ դրա օրինակներն էլ ունեցել ենք։ Եղբայրներով մենք ականատես ենք եղել մի անձնավորության, որ կոկորտի քանսեր ուներ, քաղցկեղ, եւ բժիշկները ասել էին մի քանի օր միայն, թերևս միջև տուն տանեք, կարող է պատահի ճանապարհին անգամ մեռնի։ Բայց այս անձնավորությունը աղոթք արեց, Տիրոջը խնդրեց, որ իր մեղքերին ներում լինի եւ սրտանց այդ բանը արեց։ Սպասվում էր, որ հաջորդ առավոտյան կամ մի քանի օր հետո անձը պիտի մահանար, հաջորդ օրը վերջին քննության ժամանակ բժիշկները ուղղակի ցնցվել էին, ասելով, որ իր աղջկան էին հրավիրել եւ ասել են, որ գիտես, այս բանը մենք չենք կարողանում բացատրել, որովհետեւ այնքան տարածված էր այդ քաղցկեղը, որ անկարելի բան էր, որպեսի նա բժշկվեր, սակայն բոլորովին մաքուր է, քաղցկեղը անհետացած է։ Դրանից հետո հանձնավորությունը տարիներ ապրեց, Աստծո ճանապարհներով քայլեց եւ մեր աչքի առաջ մենք տեսանք այդ հրաշքը։ Ուրեմն մենք հավատում ենք, որ Աստված հրաշքանող Աստված է, որ նաև բոլոր հիվանդությունները իր համար բուժելը ոչինչ բան է, սակայն Աստված պատվերով չի գործում։ Մենք պատվեր տանք, որ այս հիվանդությունը թող գնա։ Ոմանք ասում են, որ չէ որ գրված է, ինչ որ խնդրեք, պիտի տրվի։ Խնդրում ենք, Աստված պետք է տա։ Առանց հաշվի առնելու մի կարևոր հանգամանք, որ առաջի Հովանու 5-րդ գլուխ եւ 7-րդ համարի մեջ է գրված, ինչ որ խնդրեք իր կամքի համեմատ, այն ժամանակ պիտի կատարվի։ Արդյոք Աստծո կամքն է այդ բժշկվելը։ Թերևս ոմանց Աստված այս երկրից պիտի վերցնի եւ այդ միջոցին Աստված պիտի փառավորվի։ Այդ միջոցին ոմանք պիտի ապաշխարեն այդ դեպքի հիման վրա եւ նրանք էլ պիտի փրկությունը ժառանգեն։ Աստծո խորհուրդները մեր խորհուրդները շատ բարձր են, մենք հաճախ չենք կարող քննել անգամ։ Շնորհակալ եմ Վարդան եղբայր, որ օրինակը բերիր, որպեսզի հստականա։ Մենք Աստծո խոսքի մեջ հստակորեն կգարտանք, որ մեր հիվանդներուն համար պետք է աղոթենք։ Բայց Աստվածաշունչը բնավ չխոստանար, որ ինչ որ հիվանդություն ունենաս, եթե աղոթես անպայման պիտի բժշկվի։ Մեզի պատվիրված է հիվանդություններուն համար աղոթել եւ մենք ադիգա գնենք հավատարմորեն, բայց թե հիվանդը պիտի բժշկվի, թե ոչ պիտի չբժշկվի, ադիգա Աստծո որոշումն է։ Այո։ Աստված ինքը կորոշե, որ այս հիվանդը պետք է բժշկե կամ պիտի չբժշկե, որովհետեւ Աստծո նպատակը մեզի հանգիստ կյանք տալ չէ, Աստծո նպատակը մեզ հավնական կյանքի առաջնորդել է։ Եվ ամեն մեկու բարակային գրնա դարբեր մոդեցումը օգտակար լա ադանցին,
հավանական յանքի հասցնելու։ Հիմա գլսենք նաև, որ գարկմը երկիներու մեջ այսօր դակավին հրաշներ կբադահին։ Այո։ Այդ հրաշները կբադահին, որովհետև այդպիսի դեղերու մեջ Աստծո խոսքը այսօր պետք է հասնի, որ Աստծո խոսքը լսված չէ բնավ, եւ Աստծո խոսքի գիտության բացակայությունը կա։ Այո։ Ինչպես որ կորցկարակելոցի մեջ տեսանք, եւ որ փրկության բատկամը պետք էր մարդոց ներկայացվեր առաջին անգամը լալով, եւ որ բնավ քահապարչուն էին թե Քրիստոս ով է, եւ քահապարչուն էին թե Քրիստոս Աստծո որդի է, ամենակարող է, եւ որ փրկության բատկամը դրվեցավ մարդոց, Աստված հրաշներով այդ բատկամին յետին գնալով հաստատեց, որ այս խոսքը ճշմարտությունն է։ Այսօր ալ այդպիսի վայրերու մեջ, որ դակավին Աստծո խոսքը նոր կհասնի, բացակայությունը կա, կտեսնենք, որ Աստված շատ ավելի հաճախ կմիջամտե իր հրաշներով։ Բայց այդ շրջաններու մեջ, որ Աստծո խոսքը թարերը վեր քարոզված է, ամեն մարդ գիտե Քրիստոս ով է, գիտեմ քրիստոնեությունը ինչ է, լսած են ապաշխարության մասին, տեսած ենք, որ Աստված հարգը չտեսներ, որ հրաշներով հաստատե իր ճշմարտությունը։ Քանի որ ճշմարտությունը հստակորեն թայրու ընթացքին լսելի եղած է։ Այն դեղերու մեջ մենք աչափ հաջախագի Աստծո միջամտությունը չենք տեսներ հրաշներու միջոցով։ Հրաշները նպատակով է որ գլան, եւ ոչ թե բնականորեն ամեն բարակային կկատարվին, ինչ որ մենք կսենք այսօր, ինչ որ Աստծո խոսքի մեջ տեսած ենք եւ ինչ որ տեսած ենք մարդկային կյանքին մեջ թարերու ընթացքին։ Ուրեմն Աստված այո հրաշներ կգրնանել, Աստված կմիջամտե, բայց ոչ թե մեր կյանքը ավելի թյուրացնելու համար, եւ որ կմիջամտե հավանական ծրագիր մը գադոր եւ գրնա մեկ դեմը Աստված միջամտել եւ հիվանդը բժշկել, ուրիշ դեմը նույն հիվանդը չբժշկվի։ Շատ ճիշտ է։ Տեր Հիսուս երբ որ հրաշքները անում էր, ինքը դրանք չէր անում զարմացնելու համար, այլ որ իր խոսված խոսքը իր հաստատուն վկայություն ունենար։ Մարդիկ հավատային, որ այս անձը, որ Աստծո թագավորությունն է քարոզում, ինքը հենց ղրկված Մեսիան է, որտեվ շատեր ասեցին, մեկը չի կարող այդ հրաշքները անել, ինչ որ ինքը կանի։ Այդ ժամանակները անցած են։ Մենք այսօր Աստծո ճշմարիտ եւ հավիտենական խոսք ունենք, որ ամենամեծագույն վկայությունն է մեզ համար։ Եվ Տեր Հիսուս իր քարոզների ժամանակ իր ասված խոսքերի մեջ մենք գտնում ենք հետեւյալը, որ այս աշխարհի վրա նեղություններ պիտի ունենանք։ Բայց նաև մյուս կողմից էլ մեզ տալիս է հաստատուն մի հույս, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Երբեք մեզ հանգիստ կյանք չխոստացավ Տեր Հիսուս։ Հիմա ադիգա ասելով կարևոր նյութը մեջտեղ գբերես Վարդան եղբայրադալ հետևյալն է։ Բավական արդյունավետանք ասելով, որ կյանքի մեջ նեղություններ կան, բոլորս ալ նեղություններ կունենանք եւ նեղությունները վերջ չունին, փոքր դարիքիդ կունենաս, գմեզնաս կունենաս եւ ճիշտ է որ նեղությունները դեսակը կփոխվի, բայց միշտ հոնեն։ Այո։ Ուրեմն գրնա մեկը մտածել, որ լավ եթե թուն եւ որ Աստծո զավակ գլաս Քրիստոսը կընդունիս որպես բրգիչ, դակավին ցավեր եւ նեղություններ կշարունակվին։ Ուրեմն ինչը օգուտը, այսինքն եթե մեկը Աստծո զավակ եղավ, ուրեմն ո՞ե մեկ առավելություն չունի։ Աստծո զավակ լալը մարդու կյանքի մեջ թրական փոփոխություններ հարած չբերեր եւ այո գբերե զանազան շնորհներ կան, որ միայն Աստծո զավակներուն դրված են, Աստծո զավակներուն կյանքի մեջ Աստված գիրականացն է, անպայման առավելություններ կան Աստծո զավակը լալու մեջ, ասկյանքի ցավերուն եւ նեղություններուն առնչությամբ։ Եթե չկա առավելություն, ավելի նախընտրելի անհավատ լինել, գոնե սրտիդ ուզածով կապրես, չէ՞, բայց երբ որ Տիրոջ եկանք, մի մասնավոր նպատակով եկանք, եւ որոնք են այդ առավելությունները, խնդրեմ, հիմա ժամանակն է, որ մեր հերոստատիտողներին ասենք, թե Տերը ինչպիսի սքանչելիքներ ունի պատրաստած, որ եթե իրապես ուշադրություն դարձնեն, եթե իրապես ցանկանան, Աստված իրենց էլ մասնակից պիտի անի այդ բաներին։ Անպայման կարևոր է որ adons մասին խոսենք, ինչ որ գճանանք հստակացնել մեզ դիտողներուն,
որ առավելությունը, որ Աստծո զավակը ունի, ցավի եւ նեղության բացակայությունը չէ, այլ ցավին մեջ եւ նեղության մեջ եղած առավելություններն են ասոնք։ Ամեն։ Եվ պիտի խոսենք անոնց մասին, բայց եթե գարդոնեք ինձի մի քանի վարյան ես մեր մեստոներ շարժան հանցնեմ գարդը դիրող սխալ խորհուրդները շատ կարևոր է, այո, որովհետև մեզ համար կարևոր է զանազանել եւ որ ցավի եւ նեղության դիմաց մենք մեզ գտնենք թե որոնք են սխալ խորհուրդները, որոնք են շիդակ խորհուրդները, որբեսի եւ որ գնայինք յանքի բարականերուն գարանանք դեսնել ինչ է ճշմարտությունը եւ ինչ է սուդը եւ որբեսի մեր յանքը իմաստալից լա գարչելով ճշմարտության որ Աստծո խոսքին գուքա ցեզի միան մի քանի օրինակներ բիդամ սխալ խորհուրդներու որոնք մարդկային ընկերության մեջ կլսենք օրինակի համար ես լսած եմ ոմանք կսեն ամեն չարիքի մեջ են բարիք մգել է այո շատ է ասում այո ասին մեր ասկայցներու փերնի մեջ լսած ենք եւ իրականության մեջ ամեն չարիքեն բարիք չելեր Աստծո խոսքին մեջը համար գա որ գսե որ ամեն բան Աստված բարի կորձագից գնե կամ մեր հայերեն սուբքի մեջ գրված է ամեն բաները բարի կորձագից գլան անոնց որ զասված գսիրեն Հռոմեացի 8:28 հիմա ասկե սխալ խորհուրդը մեջ եղած է որ ամեն չարիքեն բարիք կելլե ասիկա շիդա խորհուրդ չէ Աստծո խոսքին որ գսե այն է որ Աստված զինք սիրողներուն այո ամեն չարիքին ադեն մեջեն բարի բան հարաճ կփերը ուրեմն ծեր հարցումին կալով արավելությունները մեկը որ Աստծո զավակները գունենան այն է որ Աստված եւ որ գնայի իր զավակին գտեսնե որ ասկյանքի նեղություններ են կանցնի Աստված գսե իմ զավակս աստծվարության դիմաց ինքին կգտնե հիմա ես ուրիշ բան մնալ ընեմ իր կյանքի մեջ որբեսի at բարի եղածը մեղմացնե իր at դժվար օրերը ուրեմն Աստված գմիջամդե at նեղության ժամանակ ուրիշ բարի եւ ուրախալի փորձառությունները անցնելու զավակը որբեսի յանքը քիչ ավելի թյուրին լա Դանիելը ուրեմն մարդոց փերնի մեջ սխալ խորհուրդներ կան եւ այդ խորհուրդները որ Աստվածաշունչեն չեն կար եթե այդ անգալությամբ շարունակվին բնականաբար հուսահատություն հարաճ կբերեն չարիքեն բարիք չկար այո չարիք Աստված իր զավակներուն միայն բարիք կնե եթե զինք կսիրենք ասի Աստծո խոսքին խոստում է մեզի եւ եթե ասենք անհավատ մեկը որ Աստծուն չի ճանաչում եւ իր կյանքն է ապրում իր ունեցած նեղությունները դժվարությունները տառապանքները փորձում է լուծել իր անձնական ջանքերով իր կապերի միջոցով իր ուժով ինչպես Աստծո խոսքն է ասում ոմանք իրենց արքերին կապավին են չէ իրենց ունեցածին այո ասենք սակայն նա որ Տիրոջն է եկած Տեր Հիսուս իր կյանքի մեջ կա այդ նեղությունների միջոցով անցնում է բայց Աստված իր հետ է իր ձեռքից բռնած գնում է երբ որ ցավերն ու տառապանքները նեղությունները սաստկանում են Աստված այն ժամանակ մեզ գրկած է տանում այո գիտեք Հիսուսը ասավ եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ հիմա հոս կարևոր է աս համարին ուշադրությամբ նայել եկեք ինձի բոլոր հոգնած ու բեռնավորվածներ նախ գտեսնենք որ Հիսուս գսե որ այո մարդիկ հոգնած ու բեռնավորված են ասաշխարի վրա եւ որ գնայի գսե եկեք ինձի եւ ցեզ պիտի հանգչեցնեմ հիմա եկեք ինձի եւ ցեզ պիտի հանգչեցնեմ ուրեմն եւ որ մեկը գուզե իր ցավերում մեջ հանգիստ գտնե պետք է նախ Հիսուսի կա այո քանի որ եթե առաջին հրավերին չպատասխանենք դրական գերբով եւ իրեն չկանք անգեհդո եղած իր խոստումը որ ես ցեզ պիտի հանգչեցնեմ այդ խոստումն ալ չեն կնար վայելել Դիրոջը քալը նախաբայման է Դիրոջը շնորհքը վայելելու Քրիստոս մեր
փերները վերցնելու պատրաստ է։ Եթե մենք մեր փերները իրեն հանցնենք, եւ ասիկա անշուշտ հավատքի գարոդի, այսինքն վստահության գարոդի։ Աստծո խոսքը ճշմարտություն է, Աստված երբեք սուտ չխոսիր, Աստված գսե որ ինք մեզ պիտի հանգչեցնե, եթե նախ իրեն քանք եւ մեր փերները իրեն հանցնենք։ Ասիկա թյուրին չէ։ Ես կնմանցնեմ երբեմն ինչ որ մենք գնենք բադանիներով, որոնք ասենք թե ինքնաշարժի մեջ կնստին եւ իրենց դպրոցական բայսակը ուսերին վրա կբահեն։ Շատ անգամ մենք գուքանք Հիսուսի, բայց մեր ծառությունը իրեն չենք տար։ Մեր ուսին վրա կբահենք, ադոր համար է որ չենք հանգչիր։ Եթե վստահենք իրեն եւ ասենք դեր Հիսուս ահա վասիկ աս ծառությունը դժվարություն ունիմ, թուն լուրունից ասկե, ասի ես քեզի կհանցնեմ, թուն ինչ որ բարի այդ կադարե, Աստված անպայման իր խոսումը բիդի դա եւ ադիգա մեր սրտին խաղաղություն կուտա։ Զարի եղբայր, այդ սխալ խորհուրդների, սխալ մտայնություններից մեկի մասին խոսեցիք։ Եթե ունեք ուրիշ նյութեր խոսելու խնդրեմ։ Այո։ Հիմա նույնիսկ հավատացյալներ երբեմն սխալ խորհուրդներ կնան ունենալ եւ ադիգա իրենց կյանքին դժվարություն կնալ։ Օրինակի համար երբեմն այդ խորհուրդը գա, որ եթե հավատացյալ ես եւ կյանքից մեջ դժվարություն մը գա, ուրեմն լավ հավատացյալ չես։ Այո, այո։ Աս քապարը գա, երբեմն մարդ գնա ինք իր մասին այդպես խորիլ։ Ինք այո Աստծո զավակ է, Քրիստոսը ընդունած է, բայց եւ որ դժվարություն մը գա հանդիպի կյանքի մեջ, երևի գսե ես լավ Աստծո զավակ չեմ, կամ Աստված ես բավարար չսիրեր։ Այո։ Ասպիսի խորհուրդներ մտքեն գանցնի եւ ասիկա ճշմարտություն չէ։ Ինչպես որ քիչ մարաջ ասինք, կյանքի մեջ դժվարությունը մարդկային կյանքին բնական մեկ վիճակն է, որովհետև մեղքի մթնոլորտի մեջ կաբրինք։ Անպայման մեր անձնական մեղքը չէ, բայց քանի որ մենք ասուզմե թշնամացած ենք որպես մարդկային սերունդ եւ այդ մթնոլորտի մեջ կաբրինք, ենթագայ ենք դժվարություններով։ Այո։ Դժվարությունները հոն բոլորից կբադահին։ Անշուշտ հարց կլա, որ ինչպես քիչ մարդ ասիկ, ինչու Աստված հավատացյալ կյանքեն ամիջապես չհաներ։ Դժվարությունը հոն է, այո, բայց Աստված կորձած է այդ դժվարությունը մեր կյանքը բարեփոխելու։ Եվ այդ դժվարության մեջ ինք մեզի հետ է եւ իր շնորհքը դարբեր գերբերով ցույց կտա եւ հոն է որ հավատացյալը կզանազանվի Քրիստոսի ճիժանցողեն։ Եվ ադուությամբ քիչ հետո գարդահայտվինք, որ ինչ գերբերով Աստված հավատացյալին կյանքը ավելի հեշտ կնե, կամ ավելի այդ դժվարության մեջ անցած ժամանակ իրեն օրհնության առիթներ մեջտեղ կբերե։ Եթե այդ խորհուրդը Պողոս առաքյալը ունենար, որ եթե դժվարություն, նեղություն ունեմ, ուրեմն Աստված ինձ չի սիրում, ինձ թողեց, կամ ես լավ հավատացյալ չեմ։ Այո։ Իր ամբողջ կյանքը այդպիսին էր։ Մենք կարծում ենք Կորինթացիս թղթի մեջ ամեն օր, ամեն ժամ ասում են վտանգներ, ներսից, դրսից, ծովից վտանգներ, հрьяաներից վտանգներ, սուտ եղբայրներից, ամեն բան նշում է մի ամբողջ գլուխ այդ մասին է գրում եւ դրա միջոցով անցավ ինքը եւ ինչպիսի օրհնություններ ունեցավ եւ գոհնակ սիրտ ուներ, միշտ ուրախ էր, որտեվ ինքը գալիք ապագային էր նայում։ Այո։ Այն խոստումներին, որ Տերը տվել էր։ Եթե ոչ է մեգար որ դժվարություն պետք չէ ունենալ Պողոս առաքյալը։ Այո։ Եվ ոչ թե միան հալածանք ու նեղություն եւ նավի մեջ ընկնելու վտանգ եւ անօթություն, նաեւ հիվանդություն ուներ որ չփժվեցավ։ Այո։ Աստված արդոնեց որ մնա այդ հիվանդությունը, սա իմ շնորհքս հերիք է քեզի։ Սակայն իրենից թաշկինակներ էին առնում, տանում էին հիվանդների վրա են գցում եւ հիվանդները բժշկվում էին։ Այո։ Կամ իր սիրելի հոգեվոր զավակին Տիմոթեոսին հաճախակի եղած ստամոքսի հիվանդությունների համար ասում են մի փոքր գինի գործածի, որպեսի օգնի այդ հիվանդություններից ազատվես։ Պողոս առաքյալ, չէ որ դու հրաշքներ ես անում, կույրերի աշկերը բացեցիր, շատ հրաշքներ արեցիր, այս պարագային ինչպես չեղավ այդ բանը։ Այո։ Ուրեմն առաքելական սրանք տրված նշաններ էին, այսինքն զորություններ էին, որ առաքյալների ժամանակ իրականացան քրիստոնեությունը հաստատվելու համար։ Բայց ներկայիս
բոլոր տեսակի հրաշքները եւ բժշկությունները Աստծո մենաշնորհն է։ Ոչ մարդկային միջամտություն, բայց Աստծո ուզածի եւ զորության պես։ Ճշգրիտ է, ադիգա, մենք նաեւ Աստծո խոսքի մեջ կտեսնենք, որ Դիմոթեոս ստամոքսի ցավ ուներ, Ոսարակել վրան ցերկ տնելով չբժշկվեցավ։ Այո։ Գարտանք, որ իրեն ասա, որ հետևյալ բաները խմե եւ այլն, որովհետեւ ստամոքսը ավելի հանգիստ լա։ Եվ ակտիվանտությունը շարունակվեցավ իր մեջ։ Ուրեմն, եթե աթխորոտ ունենանք, որ եթե ես Աստծո զավակ եմ, Աստծո խոսքը լավ գիտեմ, համարները կոց գիտեմ, ուրեմն դժվարություն կունենան Աստծո խոսքը քանի որ լավ գիտեմ, պետք է դժվարություն ամիջապես երթա։ Այդպիսի բան չկա Աստծո խոսքի մեջ։ Աստծո խոսքը գիտնալը շատ լավ բան է, շատ քաջալերություն կլա, օգտակար կլա։ Բայց Աստծո խոսքը լավ գիտնալը նախապայման չէ, որ մենք մեր դժվարությունները թյուրավ թիմակրավենք եւ թյուրավ գարնանք հաղթահարել։ Աստծո խոսքը պետք է գիտնանք, որովհետեւ հոն քաջալերական խոսքեր կա, նաեւ մեզի Աստծո խոսքը գոգնե, որ Աստված ավելի լավ ճանչնանք։ Բայց Աստծո խոսքը լավ գիտնալը պայման չէ, որ մենք դժվարություն կամ նեղություն չունենանք։ Այսինքն շատ անգամ այդ խորհուրդը կա, որ եթե Աստծո խոսքը լավ սորվիս, լավ գարտաս, շատ գարտաս, ավելի բագաս կյանքի դժվարություններ կունենաս։ Ասպիսի սխալ խորհուրդներ արգանի երբեմն։ Կամ եթե Աստծո խոսքը լավ գարտաս, շուտով լուծումներ կգտնես։ Գիտես ինչ է եղբայր։ Եթե Աստված ամեն մեկ հարցին շուտով լուծում տար մեզի, դե մգուքա որ գարձես ալևս Աստծո չենք վստահիր։ Որովհետև շուտով հարցը գլուծե, բացատրություն կտա մեզի, կսկսենք ուրեմն այդ բացատրության վրա մեր վստահություն դնել ոչ Աստծո վրա։ Եվ ադիկա մեզ յետ գբահե հոգեորապես մեծնալ է, հարաճանալ է։ Հայտնի քարոզիչ կա Գրեգ Լորի, որ բավական սիրված քարոզիչ է եւ երիտասարդները մանավանդ շատ հետևում են, քրուսեյդներ է անում եւ հազարավորներ ապաշխարում են։ Տարիներ առաջ իր տղան ավտովթարով ճանապարհին ազատուղու վրա, ֆրիվեյի վրա զոհվեց։ Եվ ոմանք խոսեցին ասելով, որ տեսնես ինչ թաքնված մեղք կար իր կյանքի մեջ, որ Աստված այս կերպով նրան պատժեց։ Ինչպիսի սխալ մտայնություն։ Այն ինչ որ անհավատին է պատահում, նաև հավատացյալին է պատահում։ Պողոս առաքյալ Մալթա կղզում էր եւ այդ խրիվները հավաքեց, այդ թափված փայտերը, որ կրակի վրա գցի, մի իժ ելավ եւ իր ձեռքը խայթեց եւ տեղաբնակները ասացին, ինչ մեղք է գործել, որ Աստծո հանդեպ, որ այս բանը իր հետ տեղի ունեցավ։ Տեսնում եք, սխալ ինչպիսի խորհուրդներ կան։ Այո։ Մենք այս վերջին դարվա ընթացքին մեր եկեղեցի մեջ երկու երիտասարդներ գործունեցին կանսերի։ Քաղցկեղի, այո, եւ խնդրեցինք Աստծո, որ եթե իր գամքն է բժիշկ է եւ Աստված ավելի հարմար դեսավ, որ ձերենք երկինք փոխադրե։ Եթե գմտածեմ այդ եղբայրներու մասին, ասոնք դերոջը նվիրված եղբայրներ էին եւ գծարային խանդավառությամբ, բայց Աստված հարմար դեսավ, որ ձերենք Ինչ է, հավատք չունեին։ Անշուշտ է ունեին եւ հազարավորներ էլ իրենց համար հավատքով աղոթք արեցին, բայց Աստծո կամքներ իր մոտ տանել է։ Եվ այդ անգամ այդ մահվան վեճ Աստված փառավորվեց, չէ։ Բայց այդ չեն շնորհակալ, որ ամեն հիվանդ եւ անպայման չբժշկվի։ Կբժշկվի Աստված, բայց ինք կորոշե։ Այո։ Որ մեկ բժշկությունը իր գամքին համեմատե, որ մեկը չէ, ինչպես որ ասենք Աստված կուզե մեզի հավերական կյանքի հասցնել։ Այս բանն էլ հստակացնենք մեր սիրելի հեռուստադիտողների մոտ։ Մենք հավատում ենք, որ Աստված ամենամեծ բժշկապետն է, որ բժշկություններ նաև այսօր էլ են տեղի ունենում եւ այդպիսի շատ դեպքեր էլ տեղի գիտենք, որ մարդիկ իրենց հիվանդություններից հավատքով բժշկվել են։ Սակայն սա չպիտի վերցնենք որպես բացարձակ մի բան եւ ասենք, որ եթե մեկը հավատացյալ է եւ հիվանդ է, անպայման պիտի բժշկվի։ Եթե չբժշկվեց, ուրեմն հավատք չունի։ Ճիշտ այդպես։ Լավ, եթե գուզեք Վարդան եղբայր, յետ կամ քիչ վարչվա հարցին, որ ինչ առավելություններ ունի Աստծո զավակը եւ բիդուզեմ Աստծո խոսքեն մի քանի համարներ մեջ փերում անելով ադալ պատասխանելով, քանի որ կարևոր է որ ադալ պատասխան տանք։
Մենք Բողոս Արաքյալի Կորինթացոց նամակին մեջ գարտանք, ուր գսե Աստված հավատարիմ է, որ պիտի չթողուցես ձեր կարողության ավելի փորձվել, հաբա փորձության հետ ազատության միջոց մնաբիլա։ Ահա վասիկ ասիկա ճշմարիտ խոստում Աստծո զավակներուն, ասիկա միայն Աստծո զավակներուն է, ուր Աստված խոսք կուտա, որ պիտի չցկե, որ իր զավակները իրենց կարողության ավելի նեղության մեջ գտնվին։ Եվ այդ ժամանակ, որ նեղությունը գանցնին, այդ ժամանակ իրենց ազատության միջոցն աբիլի հայթայթ է, որպեսզի կարող լան համբերել։ Ահա վասիկ խոստումը, որ Աստծո զավակներուն դրված է եւ ասիկ Աստծո զավակներուն շնորհն է։ Այս նույն խոստումը ճշմարտություն չէ, անոնց որ Քրիստոսը ճունին։ Գնա նեղությունները անչափ անսահմանը լալ, ուր ալ գնան ադորդագը ընջվիլ եւ depression երթալ եւ սակայն Աստծո զավակներուն խոստացված է, որ Աստված սահման բիդն է նեղություններուն։ Հետո նեղությունների մեջ կարևոր մի հանգամանք կա, որ Աստված մեզ սովորեցնում է համբերել։ Այո։ Նեղությունները համբերություն են ներգործում եւ համբերությունը ի վերջո մեզ հույսի է բերում եւ հույսը ամոթով չպիտի թողնի։ Եվ նպատակներն մեկը որ դեսած ենք, որ Աստված արտոնե որ նեղությունները մնան հավատացյալի կյանքի մեջ, որովհետև այդ փորձառությունը, որում մեջ են հավատացյալը գանցնի, գոքնե, որ այդ հավատացյալը կարենա ուրիշ մեկումը, որ նույն նեղությունն գանցնի, ադոր մխիթարությունը լա։ Մենք փորձառությամբ տեսած ենք, որ անոնք, որոնք որոշ դժվարություններում անցած են, եւ որ կհանդիպին ուրիշ հավատացյալները, ուրիշները, որոնք նույն դժվարությունները գանցնին, անոնց գսեն միուսադիր քաչալերվե, ես հատ ջամփեն անցա, բայց Աստված ինձի ազատեց, թունալ համբերե եւ Աստված քեզի հետ է եւ քեզի ագոքնե որ դուրս գաս անգից։ Ասում շատ օգտակար եւ քաչալերական խոսքեր են եւ մարդկային կյանքի մեջ չափազանց անհրաժեշտ են, որ մարդ չընկղմի կյանքի դժվարություններն նեղություններում մեջ։ Ճիշտ ձեր ասածը կարդանք երկրորդ Կորինթացիս, ուրեմն առաջի գլուխ եւ երրորդ չորրորդ համարները։ Օրհնյալ է Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթության Հայրը եւ ամեն մխիթարության Աստվածը, որ մեզ կմխիթարե մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարող լինենք մխիթարել նրանց, որ ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությունով, որով մենք Աստծո կմխիթարվենք։ Ճիշտ ձեր ասացի պատասխանը գտնում ենք Աստծո խոսքի մեջ։ Եվ ինչ որ քիչ առաջ հիշեցի Վարդան եղբայր, Հիսուս երբ աշխարհի վրա էր, ըսավ աշխարհի վրա մեջ նեղություններ պիտի ունենաք։ Բայց քաչասիր եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Այսինքն երաշխավոր է Տեր Հիսուս Քրիստոս, որ իր զավակները վերջո պիտի հաղթեն բոլոր դժվարություններու կյանքի։ Մեր կյանքը միայն 60-70 տարվա կյանք չէ, հավերժական կյանք է։ Այո։ Որչափ լան մեր նեղությունները ծանր, դժվար, մենք վերջո պիտի հաղթենք եւ պիտի ազատվենք այս նեղություններեն։ Մեր բոլոր ցավերը նեղությունները ժամանակավոր են, եթե Աստծո զավակ ենք։ Եթե Աստծո զավակ չենք, մեր նեղությունները, դժվարությունները հավերժական են։ Եվ այս մարմինը, որի մեջ մենք բնակվում ենք, Աստծո կողմից տրված հրաման կա, որ հողին պիտի դառնաս։ Որքան պիտի այս մարմնի վրա մենք հոգ անենք։ Ի վերջո ծերացում կա եւ մի օր էլ պիտի հողին դառնա։ Բայց Աստված մեզ խոստացավ հավիտենական, փառավորյալ մարմին, հավիտենական կյանք, անվախճար դարեր, Տեր Հիսուս Քրիստոսի հետ միասին, ինչ սքանչելի ապագա է սպասում։ Արդյոք սիրելիս, դու ունես այդ հույսը, ապրում ես այդ հույսով, որ քո հավիտենականությունը Աստծո հետ անցկացնես։ Հակառակ պարագային ասեն, որ վատ լուր կա քեզ, որովհետև ծծումբով այրված կրակի լիճ կա, դժոխք կա, որտեղ սատանան իր չար հրեշտակները եւ այնտեղ պիտի գնան բոլոր նրանք, ովքեր որ իրենց կյանքի ամբողջ տևողության մեջ մերժում են Տեր Հիսուսի կատարած քավչարար այդ փրկagorցությունը։ Զարե եղբայր, խնդրեմ, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին,
ձեր վերջին պատգամը բոլոր նրանց ովքեր որ դեռևս Քրիստոսին չեն ընդունել եւ նաեւ ապաշխարության աղոթ կարեք որպեսզի նրանք ովքեր որ կուզեն այսօր իրենց սիրտը Տիրոջը բանան այսօր այդ իրականություն դառնա խնդրեմ շատ լավ որպես վերջավորություն այսօրվաս հաղորդումին բիդուսեմ հագիր գերով սրդի խոսում ուղղել ցեզի սիրելիներ մենք խոսանք թե ինչպես ցանկի մեջ միշտ դժվարություններ կան, նեղություններ կան եւ բոլորս հալ այդ ճամփեն կանցնենք եւ ասիկա մեր ցանկի իրականությունն է փոքրիկներ, բադանիներ, երիտասարդներ, չափահասներ, դարեցներ բոլորն ալ իրենց հadouk նեղություններ կունենան եւ ասոնք պիտի շարունակվին թե անաբաշխարես Քրիստոսությունից ադոնք պիտի շարունակվին եւ վերջ չունին, որովհետեւ ասաշխարն որ գվերջանա դակավին մեր ցավը նեղությունը գշարունակվի բայց այդ Աստծո զավակես ասկյանքի մեջ Քրիստոս մեզի խոստացած է որ մեզի ազատության միջոց պիտի դա մեր սրտին խաղաղություն պիտի դա եւ մեր փերներին պիտի վերցնե եւ վերջ հաղթությունը ապահովված է ամենս որ սիրես այս հարցում ուղղեմ քեզի Թուն եթե այսօր Քրիստոսությունից եւ ասկյանքի դժվարություններում մեջ են գանցնիս գիտեմ որ գանցնիս ուր գերտաս որու գտիմես ուր քու խաղաղությանդ արիթմը գտնես ինչ բանի գտիմես որ սիրտդ հանգչի քիչ մը փերը թեթևնա սիրելիս եթե Քրիստոսությունից ոչ մեկ միջոց չունիս ինչ բանի որ թիմես քեզ օգտակարաբիլի չլա եւ վիճակդ անհույս է բայց դակավին բարի լուր մը գա այսօր դակավին արիթը ունիս Քրիստոսը ընդունելու որպես քու փրկիչդ որպեսի թե այս կյանքի մեջ քու այս անցած ցավիտ նեղության ադենը քեզի սփոփանքը լա քեզի քաչալերությունը լա քու սրտիդ խաղաղություն դա եւ քեզ քաչալերե եւ նաեւ քու հավերական կյանքդ ապահովե որպեսի վերջը թունալ դուրս կաս այս ցավի եւ նեղության կյանքեն չարչարքի կյանքեն եւ հավիդյան Աստծո հետ անցնես որ ալևս լալ որ ալևս ցավ ու ալևս հիվանդություն եւ արդյունք պիտի չլա մեր առավելությունը մեծ է եւ որ Աստծո զավակ ենք թե այս աշխարհի վրա գվայելենք Քրիստոսի խաղաղությունը Քրիստոսի քաչալերությունը եւ նաեւ մեր հավանական կյանքը ապահովված կլա որովհետեւ այդպես Քրիստոս խոստացած է մեզի աղոթքով վերջացնեմ եւ եթե այսօր գփափակիս այդ Քրիստոսի փերած փրկությունը ընդունել եւ այդ իր շնորհքը վայելել թե այս աշխարհի վրա եւ թե նաեւ ապահովի քո հավանական կյանքդ խնդրեմ միացիր ինձ աղոթքին մեջ եւ այսօր թող Քրիստոս քո փրկիչը դառնա խնդրեմ եթե այսօր գուզես Քրիստոսը ընդունել հետս աղոթե Դեր Հիսուս Քրիստոս ես կհավատամ որ թուն խաչին վրա մեռնելով ինձի մեղքերուներում փերիր Ես այսօր գախնդրեմ որ ներես իմ մեղքերս քանի ես մեղավոր անցնում եմ եւ թուն իմ մեղքերս ներելով քու զավակը դնեսիս եւ ինձի հավանական կյանք տաս եւ նաեւ գաղոթեմ որ ինձի դաս հավատքը վստահությունը որ գարանամ կյանքից ցավերը նեղությունները քեզի հանցնել որովհետեւ գարանամ ասկյանքը ապրիլ քու ներգայության մեջ քու սրդի խաղաղությամբ եւ մեծ հույսով սպասել այն օրվան որ հավիդյանս քեզի հետ պիտելամ եւ փառքը քեզի գուդամ ամեն ամեն Սերներ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը որ Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ այդ ամեն մեկի հետ թող լինի ամեն Աստված ուր գնամ ես կյանքդ ապրիլ ինչ բույթ աննպատակ գլուխս մինա քեզ մերու բրգիչ Աստված ուր գնամ ես սերկտնել եւ տակություն չէ մնացած Եվ սրդերնա սարա Տուն ես ճամպան ճշմարտություն այգեն գյոմ
Գրգիչ Աստված